Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա հրաշալի տոնի անթիկ։ Քանզի մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ այն քիչ, այն եզակի ամիսներից մեկն է, երբ մենք հաղթանակներ ենք տոնում։ Սա իսկապես հպարտության, սա իսկապես մեծագույն արժանիքների գրանցում է։ Սկսած դեռ 5-րդ դարից ավարայր Սարգարապատ 45 թվականի մայիս եւ այս բոլորի շարունակություն ու որպես հրաշալի վերջակետ Շուշի։ Մեր ժողովուրդը, որ դարեր շարունակ միայն կորցրել էր, միայն տվել էր, ի վերջո մեր նորորյա հերոսների սխրանքով ետ արավ իր նվիրական պատմական հայրենիքի մի փոքրիկ հատված։ Այսօրվա տոնը, այսօրվա օրը նվիրված է մեծ հայրենականի հաղթանակի օրվան։ Ես շատ հարազատ դեմքեր եմ տեսնում ինձ համար դահլիճում, շատ ուրախ եմ դրա համար, բայց նաև ցավում եմ։ Տարիներ շարունակ ես այս օրը նշել եմ տարբեր առիթներով, տարբեր միջոցառումներով։ Եվ ամեն անգամ այս պատվավոր տեղում նստած են եղել ծերունազար տալեհեր բաբիկներ։ Ցավոք հիմա ոչ մեկին չեմ տեսնում։ Ինձ համար իսկապես ցավ է, կարծում եմ նաև ձեզ համար։ Այս տոնը իմ սերնդինն է, ասացի։ Ցավոք վերջին տասնամյակում պատերազմի հուշարձան կոթողների վրա սկսեցին մարել անմար կրակները։ Այդ անմար կրակների հետ թվում է մի քիչ մոռացվեց նաև հուշը։ Բայց եթե դուք այսօր այստեղ եք, նշանակում է այդ հուշը չի մարել։ Անձամբ ինձ համար այս պատերազմը չի
վերջացել երբեք։ Այն շարունակվում է սկսած իմ մանկությունից։ Քանզի այդ պատերազմը ոչ միայն իմ կարդացած գրքերում ու տեսած ֆիլմերում էր, այլ այդ պատերազմը մեր տանն էր։ Այդ պատերազմը շարունակվում էր, երբ հայրս իմ մանկության օրերին պատմում էր պատերազմի ահասարսուռ օրերի մասին։ Հայրս, որ ծանր վիրավորվել էր և հրաշքով, իսկապես հրաշքով փրկվել էր պատերազմից։ Այդ պատերազմը շարունակվում էր, երբ արդեն 80-ամյա հորս մարմնից դեռ հանում էին գերմանական արկերի բեկորներ։ Այդ պատերազմը արդեն 2 տասնամյակ շարունակվում է, երբ լսում եմ սկեսրոջս մորմոքները, արդեն 80-ամյա այդ կինը մինչև հիմա անամոք մղկտում է, որտեղ հայրենական պատերազմում հայր ու հոր եղբայր է կորցրել, որովհետև իր որբ ու ցավոտ մանկությունը հենց այդ պատերազմի պատճառով է այդպիսին եղել։ Այդ պատերազմը նաև շարունակվում է այսօր։ Եվ չկա հայրս, եւ չկան ֆանտանցի 110 քաջարի այն երիտասարդները, որոնք իրենց կյանքով, որոնք իրենց համար ամենաթանկը նվիրաբերելով տվեցին մեզ այս հաղթանակի բերկրանքը և տվեցին այս ազատությունը։ Եվ ոչ միայն նրանք։ Ես ուզում եմ, որ մեր այսօրվա ցերեկույթը ոգեկոչում լինի այն տասնյակ միլիոնավոր խորհրդային մարդկանց, ովքեր Ռուսաստանի ամենատարբեր ծայրերում, Եվրոպայի ամենահայտնի ու անհայտ անկյուններում երբեմն անթաղ ու անշիրիմ մնացին։ Հպարտ ենք նաև, որ մեր նախնիների, մեր հերոսների կատարած այս սխրանքը այսօր իր շարունակությունն ունի մեր նորօրյա հերոսների օրինակով։ Անչափ հպարտ եմ, անչափ ցավում եմ, որպես մայր նաև ցավում եմ, որ այսօր մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս մեր նորօրյա քաջարծիվ հերոսներն են զոհվում։ Մեր ժողովրդի ճակատագիրն է դա։ Փոխվել են տասնամյակները, դարերը, չի փոխվել ոչինչ մեր պատմության մեջ։ Ստիպված եմ։ Ուրեմն պիտի այդպես պահենք, ուրեմն պիտի այդպես ապրենք։ Փառք մեր բոլոր զոհված հերոսներին և բոլոր նրանց, ովքեր վերադարձան ճակատից, բայց այսօր այլևս մեր կողքին չէ։ Իսկ ցերեկույթը կազմակերպել ենք նվիրված զուտ հայրենական պատերազմում մայիսի 9-ին մեր ժողովրդի տարած հաղթանակի արդիվ։ Մինչև միջոցառումն սկսել եմ, խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր զոհվածների հիշատակը։ Շնորհակալ եմ, կարող եք նստել, համեցեք միջոցառումը։ Heruderi segikam, simora
Ernegetti testigem vor serzik çamaret Ernegetti testigem vor serzik çamaret Zora vor zor kitmer asmar marekare 1941 թվական հունիս խաղաղ անամ գարնանային երկնքում պայթեց պատերազմը այդ աշխարհագործան արհավիրքը որ պիտի տևեր 5 երկար ու ձիգ տարիներ ճիշտ 1418 օր Խաթարվեց մեր խաղաղ երջանիկ կյանքը Ծվեն եղավ մեր ջինջ երկինքը Վիրավոր դարձավ մեր խաղաղության ջերմագահավնին Հենց որը մանկաղ արտում թողեց Շինարարը մուրճը քարին Ուսուցիչը դասարանը Իսկ աշակերտական նստարանները տարիներ շարունակ կարոտեցին այդ խենթ ու խելառ մանուկներին Դերմատներին թանակ ու կամճի փոշի Մազերի մեջ խռիվ գնում էին Տղեկը բանակ ու այնտեղից կռիվ Գրպանների մեջ մատիտի կտոր Աշակերտական մի երկու տետրակ Որ նամակ գրեն ամեն օր Թե մայրիկ շուտով կվերադառնա Պատերազմական ցուրտ կայաններ ու էշելոններ զինվորներով լի Լացող մայրիկներ, լացող քուրիկներ ու բաժանումներ անմոռանալի Ու նվագախմբի զիննվագի տակ կիսատ թողնելով ամեն ինչ Գնում էին տղերքը բանակ, գնում էին պաշտպանել հայրենին Ու մի վերջին անգամ նայելով հարազատ դեմքերին ժպտում են Մի տխրեք կգանք հաղթական տուն կգանք կրկին Այդ ահեղ օրերին հայ ժողովուրդը պատերազմում գտնվող իր զավակներին հրավիրում իր պատկան նամակը Գնա, կռվի, առաջ հաղթության հետ չվերադառնաս տուտում Այդպես են ասում հայ ժողովրդական հնագույն երգերից մեկի մեջ հայ կանայք ռազմաճակատ ուղարկելով երիտասարդներին Այդ ենք պահանջում ձեզանից մենք այսօր ձեր հայրերն ու մայրերը, ձեր կանայք ու քույրերը Պատերազմն միայն մարդի դաշտում չէ, այն մարդկանց հոգիներում է Մոմի լույսով գրված արդյունքով եղածան նամակներում, մայրական սիրով ջերմացած կուրբաներում Մարդիկ այս դադարներին խրամատներում էին ծվում հեռու մնացած մորը մխիթարող նամակները Մայրիկ, ես անպայման կվերադառնամ ու ծնվում էր երգը անապ կարոտով այրենի երկրի Մանկություն իր ալիքներին առած կարկաչող Տեսնեի այն արում Կարոտով ես անհուն որ ամեն մի գարուն շերերով Վարարում կարկաչում է սարերում Տեսնեի
շատ հաճախ սրտի թրթյուրը սպասված եռածաներին փոխարինում էին ամեն նույն սպանող, հոգում անբուժելի վեր, բացող սև թղթերը։ անկատար թողած երազները, արի թողնելով արցունք նաշկին, նորահարսին, որդ մանկանը, որ անզոր թաթիկները պարզում ու խաղաղություն էր ուզում։ Բարի մարդիկ չունեմ ես այն, կանվեն աջակատում, ես տիկնիկի զույց համա խաղաղություն եմ ուզում։ Նրանք չկան, շատերն էին, որին թվեն, ասել մեկ-մեկ, մեկը սևաչ, մյուսը շեք ու բոլորն էր նրբազատ, նրանք չկան, բայց անն անմեղ իշխվելու է դեր դար ու դարեր։ Մարդոտ ու դարձան իրենց ողբաց եղբայրների, վրեժը լուծած մեր համագյուղացիները, Գինեվան Ոպանյան, Հարքի լրիվ ասպետ։ Հաղթանակի պարը, հենք հերթողներ բազմավաստակ, մտքի ջահել հավերժական, դուք որանաս իմաստության, գիրկն եք ընկել անմահության, դուք որ դարեր ապրող ուշարձաններ եք անգնեցրել, և դիրքերով ձեր գերզոր, վարկյանի խաղն անմահացրել, կա արդյոք ձեր քերծվածքներում ու գրքերում բազմահատոր, անգամ մի խոսք, թեկուզ մի բառ, ավանդություն մի հեռավոր, որ սևահեր սերհուր նայքի մի օր մտած լինի Բերլին, տոնած լինի հաղթանդեզ, սպարած լինի իր քոչարին, չէին մտել, մտան նրանք, բանակի հետ մեր աղթական, չէին պարել, բայց պարեցին մեր քոչարին հնադարյան, իրիկուն էր գրնանային, իրիկունը հաղթանակի, կարմիր դրոշն էր փողփողում, սև ճակատին ռայխստագի, Էլքիվ չկար, սահման չկար, օդում կախված հրթիռների, կարծես աստղերն էին իջել, որ ողջունեն մեր քաջերին, ճակատների կնճիռներում փոշին կռվի դրոշ մսև, հենց Բերլինյան մի փողոցում հավաքվեցին մի խումբ հայեր, պատմում էին նրանք իրար, կռիվներից բյութազնազար, ու կարոտով հիշում էին սեկ լեռները մեր հայկական, Երբ պարզվակից գտիկն ասաց, տղենք, եկեք բրնենք շուրջվար, բրնենք իսկոյն վրա հասան կտրիշները դութազնազար, ուր է կարոն, ուստա կարո, փչիր զուրնեց զար քոչարի, թող դղրդա մեր թավիտակ, սարահատակ բերնի, ուստա կարոն փչեց զուրնենք և դողորի ձայնի ներքո մեղ ճտարով շրջան մտան, կտրիշները դութազնազար, ու մի քանի վայրկյան հետո բարը դարձավ ավելի մեծ, անցնող դարձող հայեր եկան, կիսաշրջանը բոլորեց, պարում էին այնպես ուժգին, այնպես խավոր շռնդարից, որ թվում էր ոտքով էր, հաղթանակի սայլոց ծալից, դողում էին գետին այնպես,
որ ասես ձայնը ոտքերին, ուզում է գնալ հասնել լեռնաշխարհը Հայաստանին։ Հայերն այսպես սպառում էին, հաղթանակած մտած Բեռլին, մեր Նայիրյան, Նադարյան, ավանդական մեր Քոչարին, այս պարն էին պարել մի օր, երբ հաղթել է հայկը բերին։ Ես խաղաղություն եմ ուզում, պահպանեք այնքան թանկնով ձեր բերված խաղաղությունը ինձ համար, աշխարհի բոլոր մանուկների համար։ День Победы, как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали, как могли. Этот день Победы, пороха пропах. Это праздник с сединою на висках. Это радость со слезами на... Հարգելի մանկավարժներ, սիրելի երեխաներ, ես սրտան շնորհում եմ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի համար եւ շուտի ազատագրման համար։ Իհարկե, Տիկին Գրիգորյանը ամեն ինչ ասեց, ես մանրամասը չասեմ, քանի որ դրա ջատոկողներից մեկը ես եմ, հայրս մեկնել է ռազմաճակատ մի ամիս հետո նորից սրվել եմ։ Մինչև 65 թվականը, ինչպես երեխաներն էին արտասանում, երազում էի, որ մի օր հայրս հետ կգա, բայց ավաղ հաչեղա։ Իհարկե, ես ցավում եմ այս զոհերի համար, բայց իմ ներքինով հպարտ եմ, որ մեր համայնքը ունեցել է այսպիսի մի բանակ, 240 զինվոր է ուղարկել 6 տարվա ընթացքում, բայց ցավոք սրտի 110-ը պատերազմի դաշտում զոհվել են։ Խոնարհվում եմ նրանց շիրիմի առաջ եւ հավերժ կմնա նրանց անունը։ Եվ ինչ ընկերներ, այս հիշելու համար ես խորին շնորհակալություն եմ հայտնում ուսուցչական կոլեկտիվից, մեր երեխաներից, սաներից, սիրելի երեխաներ, գեղեցիկ կատարեցիք ձեր հանձնարարությունը։ Հաղթանակի տոները նշանակները այսպես բեմում հաճելի է։ Կցանկանամ շատ այդպիսի հաղթանակի տոներ տոներ, բայց ոչ այլով ձեր վերած հաղթանակի։ Հաղթանակը թող ունի սպորտի ասպարեզում, օլիմպիադաների ասպարեզում, որ այսպես մեր գերագույնը շողա երեխաները ծափահարեն, որ այս ինչ մրցույթում մեր երեխաները թե հանրապետության մասշտաբով, թե աշխարհի մասշտաբով առողջություն են շահել։ Ձեզ առողջություն, երջանկություն, շատ լավ եք կատարել, ուսման մեջ հաջողություն եւ կանաչ ճանապարհ դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Տիկին Անահիտ Գրիգորյան, ես շատ օրին հարգանքով շնորհակալություն եմ հայտնում ձեր կազմակերպվածության համար։ Իմիջիայլոց մի պահ ես պատկերացրեցի, որ 45-46 թվերն է իմ մանկությունը երեխաները որ խոսում են եւ իրոք մենք այդ իրավիճակում ենք եղել մինչեւ 65 թվականը։ Ապրեք, շնորհակալություն, գոհ եմ ձեզանից։